Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը համոզված է, որպեսզի Հայաստանը դուրս գա ստեղծված ծանր իրավիճակից, հայազգն ունի նոր ղեկավարների կարիք։ Վեհափարն այս մասին հայտարարել է իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Իր խոսքում վեհափարը մասնավորաբար նշում է. հայրենիքը գնում է դեպի ինքնականդում, իսկ սփյուռքը ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։ Այսօր ապրում ենք մեր պատմության խաչմերուկում, եւ այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք դուրս գալ ստեղծված ճահճային վիճակից։ Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն եւ ինքնանպատակ ապրել։ Պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու մեր հայրենիքը, հայտարարել է Արամ Ա. կաթողիկոսը։ Վեհափարը նշել է, աշխարհագրական պայմանները փոփոխվում են ու այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։ Հետևաբար մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, պետք է վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։ Ավարտելով իր խոսքը Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսն ասել է հետևյալը. երբ նույն աթոռներին նույն անձիկ են նստում, նրանք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ։ Ներկայացրեցինք Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի ելույթը իր գահակալության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։